Wow. Այս կտամ հարսիս։ Մեջը երկու հատ էլ։ Կես թող։ Թող unboxing միասին արագանում են գեսի պայուսակների unboxing։ Պատվիրել եմ 4 պայուսակ եւ 1 դրամապանակ։ Պայուսակները գնել եմ on-line, հղումները թողում եմ նկարագրությունների բաժնում, կարող եք ամբողջ տեսականու հետ ծանոթանալ։ Let's go։ Ոնց եմ սիրում, որ պայուսակը նոր գնում եմ ու այս լրիվ վրայի բոլոր դետալները փակ է լինում ու լրիվ նոր է լինում, այս պահին համար ամենահաճելին է։ Առաջին unboxing արեցի այս մոդելը, եկեք տեսնենք մեջ ինչ կա։ Թուղթ։ Մի հատ էլ թուղթ։ Հարսիկ, ձուկային թուղթը պրծել է չէ։ Արդեն շատ դուր է գալի ինձ կաշվի մատերիալը։ Իրական շատ նուրբ կարերով, երկու կանթով է հարմարավետ, այսպես կգցեմ։ Ճիշտ է, ես քյարթ չեմ, բայց ոնց որ ասում է, առանց սևի իրականում չի լինում։ Ոնց նկարում տեսել եմ, հենց այդ ձևով եկել է, ես իրականում ուզում էի սև պայուսակ, որովհետև սև պայուսակ պրոստը չունեի։ Մի խափի, դու 3 հատ սև պայուսակ ունես։ Վայ, չունեմ, լավ, հա, ունեի սև պայուսակ, 3 հատ սև պայուսակ ունեմ, բայց ինձ հենց այս մեկն էր պակասում, ինձ պետք է եւս մեկ սև պայուսակ։ Այս հարսս ասիրում ես ֆորման, բայց իրան ոչ մի բան չեմ տալու։ Շատ գոհ եմ իրականում, շատ դուրս եկավ, հենց ոնց պատկերացնում էի, տենց եկել էր պայուսակը, նկարով դաժե չափը ավելի հարմար է, քան ինձ թվում էր մի քիչ ավելի փոքր է լինելու, բայց իրականում նորմալ մեջը բան կտեղավորվի։ Բացում ենք հաջորդը։ Wow, այս մեկին ամենաշատն էի սպասում։ Անկեղծ այս ֆորմայով, քանի որ հիմա շատ նորաձև այս կիսաքառակուսիա երկարոտ ուղղանկյունա ֆորման։ Այս ձևի պայուսակ շատ էի ուզում ու ինքը շատ սիրում, շատ հարմար չափի է եկել, հատկապես խնդրում եմ մի հատ գնահատեք կանթը։ Սիրում եմ, որ լոգոն լինում է կանթի վրա։ Իրականում այն ծիծակ կոշիկների ժամանակվա մոդա է այս։ Բայց ես շատ եմ համում, ինչ շատ է դուր գալիս, որ հիմա ֆորմաները փոխվել է պայուսակների ու սենց երկար ուղղանկյունաղոտ մոդա է։ Շատ սիրուն է եկել, իրոք որակը շատ փափուկ է կաշին, այս կանթի չափսը շատ հարմար է, ոչ շատ կարճ է, ոչ շատ երկար է, իսկը իմ ուզածն է, անկեղծ, ոնց տեսել եմ, տենց եկել է, մի հատ այս փոքրիկ զամոչիկ կողպեկիկը, կողպեկիկ, հայրեն ոնց է զամոկոպ, կողպեկ, կողպեկիկը։ Մեջը դրած է։ Հերիքա թափ ես այդ թղթերով է հավաքելու։ Դու տան հարսը պետք հավաքես։ Շնորհակալություն եմ հայտնում գեսին։ Միջի հատվածը սենց է, ուղղակի կտորն է իր գրպանչիկներով, ցեփով գրպանչիկը։ Այս քեզ են ուղարկել, Հարսիկ ջան, ես վեկալ, տեղ կգտաս։ Սիրուն իր լոգոյով։ Շատ եմ սիրում, որ ներսում լինում է ցեփով գրպան, որովհետև շատ պետքական բաներ հարմար է այնտեղ պահելը, օրինակ ես ունեի գեսից ուրիշ պայուսակ, որի մեջ չկար է ցեփով գրպանը, ու օրինակ գումարը, եթե օրինակ պորտման չեք ուզում ձեզ հետ տանել եւ այլն, բանալիները եւ այլն չի լինում ոչ մի հարմար տեղ դնել, նենց որ շատ լավ է, որ այսինքն ես պայուսակի մեջ ես գրպանն էլ կա ու որակն էլ զգացում է, որ շատ լավն է։ Ես անկեղծ շատ գոհ եմ այս գնումից, շատ։ Իսկ աղջիկները ինձ կհասկանան, որ երբեք պայուսակը շատ չի լինում, հատկապես որ տարբեր ոճերի է լինում, տարբեր գույների է լինում, ամեն համապատասխան լուքի հետ։ Իսկ տղաները հիմա նայում են, մտածում են, ինչի տա պետք այդքան սումկա։ Նրանք մեզ ուղղակի չեն հասկանա։ Այս պայուսակը արդեն զգում եմ, որ իմ ֆավորիտների ցանկում է լինելու, որովհետև արդեն շատ եմ հավանում, այս կդնեմ հատուկ պատվավոր վայրում։ Դիվանի վրա։
Այս կտամ հարսիս, որովհետև ինքը պատվիրելուց շատ էր երազում այս պայուսակ ունենալ, կտամ, որ նավսից պրծնեմ դրա, անես քեզ շնորհավոր։ Բացում ենք մյուս պայուսակը, հաջորդն ենք բացում, let's go։ Ես հայ աղջիկ եմ, ես ուժեղ եմ, ես կարող եմ դանել։ Wow. Wow. Իրոք ուղղակի wow. Գույնը, իրա չափը, մատերիալը, այս մեկը ավելի սենց պինդ կաշվից, կանթերը ավելի շատ են։ Այս ոսկե գույն դետալները շատ գեղեցիկ է իրականում, վրայի պրինտը, զգացում է, որ որակը շատ բարձր է։ Ես այս մոդելը շատ հավանեցի, որ տեսա ու մտածեցի, որ միանգամից այս կնվիրեմ մայրիկիս, որովհետև ինքը մեծ չափի պայուսակներ ավելի շատ է կրում, որովհետև ինքը իր պայուսակների մեջ միշտ ամեն ինչ ուներ, որ ասես մամ, ես ինչ կարող ունես, մամ, ինչ մամայի պայուսակի մեջ միշտ ամեն ինչ լինում է։ Դրա համար այս պայուսակը ես կնվիրեմ իրան, շատ գեղեցիկ է իրականում, այս դետալները, տեսնենք սրա մեջ ինչ են դրել, միգուցե ինչ-որ նվեր լինի, օրինակ, $1 միլիոն է վերտելը։ Այս չեմ ազգամ թղթի գործարանից է եկել։ Այս ինչ կա թուղթ կաստեր։ Բոլոր դետալները շատ գեղեցիկ են, ներսի հատվածից էլ։ Շատ ադուր գալիս, որ լիքը գրպաններ կա, իսկական մամայս համար է, որ ինքը լիքը իրան ինչ հարմար է, պետք է պայ, բայց իրոք երբ որ պայուսակը համ գեղեցիկ է լինում, համ հարմարավետ, այդ միանգամից ոնց որ խոշոր շահում է։ Այս գնումից էլ շատ գոհ եմ։ Բացում ենք հաջորդ պայուսակը։ Սիրունակույները, այս մեկը արդեն սպորտային ոճով պայուսակ են պատվել, սենց ամենօրյա, շատ ամենօրյա են, որ արագ գնում ես խանութ, արագ իջնում ես բակ, ինչ-որ մի գործով, արագ հարսիդ ուզում ես տանես մի տեղ բրախես, այդ ժամանակ շատ հարմար պայուսակ։ Այս պայուսակի ամենաշատը են եմ հավանում, որ ինքը սենց սպորտային մատերիալ է, իրան համել հեշտ կլինի մաքրելը։ Չի կեղտոտվի ամենօրյա օգտագործման համար, այդ շատ ոնց որ պրակտիկ կլինի, բացի դրանից իրականում ինքը ավելի տեսքով է, ավելի սիրուն է, քան նկարում էր, ես ուղղակի եմ որ սենց ձեռքի հետ, ես մտածեցի, որ սենց ամենօրյա գույներն էս լինի, որ ամեն ինչի հետ սազի, բայց իրականում իրականից շատ գեղեցիկ է, հեսա կրեմ։ Հեսա մի հատ փորձեմ տեսնեմ հեռախոսս մեջը տեղավորվում է, թե չէ։ Ոսկի պարզվի չի տեղավորվում, հեռախոսի համար եմ հենց գնել, չէ, իրականում սենց լրիվ իդեալական իրա չափսով, նայեք, ամբողջությամբ տեղավորվեց պայուսակի մեջ, արժեր, ինձ թվում է իրականում, ինչքան գեղեցիկ պայուսակներ ենք ունենում, իտոգում բռնելու եմ են, ինչը որ ավելի հարմար է ու ինձ թվում է սա ամեն օր, ինձ որ դրսում պատահական տեսնեք, ինձ թվում է այս պայուսակով եմ լինելու, կարակ ճան չեք ասեք, այս եմ պայուսակն որ մեզ Աննա Մուլանը։ Այս գնումս գնահատում եմ 10-ից 10 միանշանակ ամենափոքրն է, բայց ամենահարմարավետն է ու ավելի շատ իմ ոճով է, որովհետև ես սպորտային ավելի շատ եմ առօրյա հագուստը, իմ ավելի շատ սպորտային, սպորտ։ Բացում եմ վերջինը դրամապանակը։ Շատ գեղեցիկ է, իսկական եմ պայուսակի համար է, իրական հենց այդ պայուսակի համար էլ գնել եմ ես, որովհետև չունեմ սև գույնի դրամապանակ, ուզում եմ ասի ատրճանակ, ես հենց համապատասխան է այդ պայուսակի ու նույն պրինտն է, ես բացենք, տեսնենք սրա մեջ ինչ կա, կարող բացեմ և տեսնեմ մեջը $1 միլիոն և բասեք, ոսկե քարտա, մի րոպե, գոլ քարտա, չէ,
Տենց մանր մենակ կինոներում է լինում։ Մի րոպե։ Հարսիս համար ես։ Քեզ շնորհավոր։ Հիմա ձեզ ցույց եմ տալիս, թե ինչ է կատարվում unboxing-ից հետո մեր տանը։ Միշտ այսպես վիճակ է լինում։ Բխկ։ Ուղակի։ Դավայ անցար հավաքելու։ Չեմ հավաքելու։ Դե անցար հավաքելու։ Սող իրար վրա կբռնեմ։ Սող ինձ եմ պայելու, ոչ մեկիդ էլ ոչ մի բան չեմ տալու։ Իմն է։ Իննա։ Փոշմանել եմ չեմ տալի։ Թող չեմ տալու։ Այսօր մեր unboxing-ը միասին բացեցինք պայուսակները։ Եթե հավանեցիք վիդեոն անպայման խնդրում եմ ստեղ մեկ լայք եւ բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե ուզում եք նմանատիպ վիդեոներ շատ տեսնել իմ էջում, անպայման կոմենտում պլյուս ենք դնում։ Եք նայել նաեւ իմ նախորդ unboxing-ի վիդեոն, ստեղ մեկ այստեղ, իսկ մենք կհանդիպենք նոր հոլովակների շրջանակում եւ իհարկե ուղիղ եթերների ժամանակ։ Բոլորից սրտիկներ։